Դեռևս սովետի վերջի տարիներին, երբ թերթերի և ամսագրերի տպաքանակներն էլ բավականին բարձր էին, տպագրվում էի մի քանի թերթերում և ամսագրերում, բայց ինձանից տպագրում էին հիմնականում թարգմանություններ, իմ ստեղծագործությունները չէին տպագրում, տարբեր պատճառներով։ Իմ տան մոտ մի այգի կար, երբեմն որ զբոսնում էի, մի ծերունի նստած միշտ թերթեր կարդում, ինձ էլ թեթևակի ճանաչում էր, ինձ տեսնելով ձեռքով էր անում, ասում էր կարդացի, այսինքն իմ թարգմանությունները կարդացել էր։ Ես էլ գլխով գոհունակ շարժում էի անում, մի օր էլ կանգնացրեց ասելով, ես ինչքան գիտեմ դու միայն թարգմանություններ չես անում, նաև գրում ես, բա քո գրածները չեմ հանդիպում։ Ասացի իմ գրածները չեն տպագրում, մարդը զարմացավ, ասի այո չեն տպագրում, ասեցի իսկ պատճառը ի՞նչն է, ասեցի պատճառաբանում են, որ տարօրինակ լեզվամտածողություն ունեմ, երևի որոշ բաները ցենզուրային չի համապատասխանում, ծերունին ժպտաց ու ասաց, պարզապես չեն ուզում տպագրեն, քանի որ իմ կարճ խելքով գրականությունը, հատկապես պոեզիան, հենց տարօրինակ լեզվամտածողությունն է։ Ծերունին ամենայն հավանականությամբ ճիշտ էր, չնայած այն բոլոր գործերը, որ չէին տպագրել, հետագայում համարյա բոլորն էլ տպագրեցին։